զորահանդեսի մասնակից ստորաբաժանումներին, դեպի հանրապետության հրապարակ, քայլով մարշ! Մայրաքաղաք Երևանի սիրտն այսօր բաբախում է հպարտության ու միասնության ռիթմով։ Հանրապետության հրապարակում հանդիսավոր ու խրոխտ ոգով մեկնարկում է Հայաստանի առաջին հանրապետության օրվան նվիրված զորահանդեսը։ Սա ապացույցն է հայ ժողովրդի ապրելու ու արարելու կամքի։ 1918 թվականի մայիսի 28-ին ցեղասպանությունից մազապուրծ եղած ժողովուրդը մահվան դատավճիռը փոխարինեց պետականության ստեղծմամբ։ Նախորդ շքերթն անցկացվել է ուղիղ 10 տարի առաջ 2016 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ։ Հանրապետության հրապարակ են բերվում Հայաստանի Հանրապետության պետական, զինված ուժերի մարտական դրոշները և Հայաստանի Հանրապետության բանակի պահապան Աշոտ Երկաթի Սուրբ խաչը։ Ռազմական շքերթին զորախմբերը մասնակցում են մարտական նոր դրոշներով։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական նոր դրոշը զինվորական պատվի, փառքի և արիության խորհրդանիշն է։ Մարտական դրոշը Հայաստանի Հանրապետության բանակի յուրաքանչյուր զինծառայողի սրբազան պարտքի հիշեցումն է հայրենիքին Հայաստանի Հանրապետությանն անձնվիրաբար ծառայելու, այն պաշտպանելու, հայրենի հողի յուրաքանչյուր հատվածն անձնվիրաբար պահպանելու մասին։ Հայաստանի Հանրապետության բանակի պահապան Աշոտ Երկաթի Սուրբ խաչի մեջ զետեղված են Քրիստոսի խաչապայտի սուրբ մասունքները։ Պարոն նախարար, Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսին մասնակից զորքերը շարված են։ Զորահանդեսի հրամանատար գեներալ լեյտենանտ Ասրյան։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ողջունում է զորախմբերին ու շնորհավորում հանրապետության օրվա առթիվ։ Օնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի անձնակազմին ողջույն։ Ողջույն պարոն նախարար։ Շնորհավորում եմ հանրապետության օրվա առթիվ փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետության պարոն վարչապետ, զորահանդեսի մասնակից զորքերը, սպառազինությունը և ռազմական տեխնիկան շարանցմանը պատրաստ են։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան։ Ազատ։ 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 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ հանդես եկավ ելույթով։ 2026 թվականի հանրապետության այսօրը նշում ենք բոլորովին նոր պատմական պայմաններում։ Շուրջ 35-ամյա հակամարտությունից հետո Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատված։ Խաղաղությունն այն է, ինչ Հայաստանի առաջին հանրապետությանը չհերիքեց անկախությունը պահպանելու և զարգացնելու համար, և խաղաղության բացակայությունը դարձավ այն առանցքային պատճառը, որով Հարավային Կովկասի 3 երկրները 1918 թվականին իրար հետ անկախություն հռչակելով 1920 թվականին իրար հետևից կորցրեցին այդ անկախությունը։ Հայաստանի առաջին հանրապետության ճակատագրի մասին պատմական հիշողությունները կարևոր դեր են ունեցել խաղաղության հաստատման գործընթացներում։ Այսօր մենք հաղթահարում ենք առաջին հանրապետության ժամանակներից մնացած պետության ժամանակավորության բարդույթը և որդեգրում ենք պետության հարատևության օրակարգ, առաջնորդվելով այն տրամաբանությամբ, որ Հայաստանի պետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան, ասաց Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Սա նշանակում է, որ բոլոր իրավիճակներում պետք է կենտրոնացած մնանք
պետության շահի վրա, երբ պետությունն ու նրա շահը, նրա անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունը դառնում են գործողությունների եւ որոշումների առանցքային ելակետ, եւ պետությունն էլ իր հերթին դառնում է սեփական քաղաքացիների անվտանգության, ազատության, բարեկեցության գործիք։ Պետության վերելքի այս հայեցակարգը առաջնորդում է մեզ եւ մենք գնում ենք այս ճանապարհով։ Հայաստանի Հանրապետությունը գնում է այս ճանապարհով եւ հաստատված խաղաղությունը, նրա հետագա ինստիտուցիոնալացումը, պետության իրավական հիմունքների զարգացումն ու ամրապնդումը, Հայաստանը հակամարտության փակուղուց խաղաղության խաչմերուկ դարձնելը, ներառյալ TRIP նախագծի իրագործմամբ, ինչպես նաև քաղաքացիների անվտանգությունը, ազատությունը եւ բարեկեցությունը ապահովելը մեր ռազմավարական առաջնահերթություններն են։ Հայաստանի Հանրապետության բանակն այսօր ոչ թե պատերազմի, այլ խաղաղության գործոն է, հայտարարում է վարչապետը։ Պետության մասին մեր գիտելիքի խորացումը գալիս է ասելու, որ խաղաղության պայմաններում պետական կարևորագույն ինստիտուտ է բանակը, եւ այսօր Հայաստանի Հանրապետության բանակը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության գործոն է, որովհետև պաշտպանունակ եւ ուժեղ բանակ չունեցող երկիրը կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։ Վարչապետ Փաշինյանը նշում է պատիվ է 2026 թվականի Հանրապետության օրվա առիթով Հայաստանի Հանրապետության ժողովրդին ներկայացնել այն արդյունքները, որոնց հասել ենք 2022 թվականից ի վեր։ Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, սիրելի քաղաքացիներ, սիրելի ժողովուրդ, այսօր ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության նոր բանակը, նոր սպառազինությամբ, նոր համազգեստով եւ նոր գաղափարաբանությամբ։ Վարչապետի խոսքով բանակի միակ խնդիրը Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է եւ մեր բանակը չպետք է մեր տարածքից դուրս կիրառվի բացառությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա իրականացվող խաղաղապահ առաքելությունների։ Այս մոտեցումն է հնարավոր դարձրել, որ Հայաստանի Հանրապետությունը ունենա այն, ինչ այսօր կտեսնեք։ 2022 թվականից առաջ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի միջազգային շուկաները հիմնականում փակ կամ դժվար հասանելի էին Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ միջազգային գործընկերները հրաժարվում էին Հայաստանի Հանրապետությանը զենք մատակարարել այն պատճառաբանությամբ, թե համոզված են, որ Հայաստանը այդ զենքը կիրառելու է իր միջազգայինորեն ճանաչված տարածքներից դուրս։ Եվ միայն 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված համաձայնություններից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը 1991 թվականի Ալմատայի հռչակագրի հիման վրա ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը, ահա միայն այս համաձայնությունից հետո սպառազինությունների միջազգային շուկան բացվեց Հայաստանի համար։ Այսօրվա զորահանդես հաշվետվության մարտաշարքով կանցնի ավելի քան 7 երկրի արտադրության, սպառազինություն եւ ռազմական տեխնիկա։ Զորահանդես հաշվետվության կարևոր առանցքներից մեկը Հայաստանի Հանրապետությունում արտադրված սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան է, որն այսօր միջազգային շուկայում կայուն դիրքեր զբաղեցնելու առաջին, բայց վստահ քայլերն է անում։ 2022 թվականից սկսած Հայաստանի Հանրապետության կառավարությունը
շուրջ 170 միլիարդ դրամի ներդրում է արել ռազմարդյունաբերական համալիրում եւ այսօր մենք ունենք արդյունքներ, որոնցով կարող ենք հպարտանալ։ Զորահանդեսը հաշվետվություն է, թե վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունն ինչ է արել մեր երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու համար, ասաց վարչապետը։ Այս հաշվետվության հասցեատեր են նաև մեր նահատակները, ում զոհությունների գնով, ում կյանքի գնով Հայաստանի Հանրապետությունը այսօր պետություն է ավելի քան երբևէ, անկախ է ավելի քան երբևէ, ինքնիշխան է ավելի քան երբևէ, անվտանգ է ավելի քան երբևէ։ Հրետանային համազարկով հարգանքի տուրք մատուցվեց բոլոր նահատակների հիշատակին։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա առիթով։ Հայաստանի Հանրապետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Վարչապետի ելույթին հաջորդում է հանդիսավոր երթը։ Մեկնարկեց Հանրապետության օրվան նվիրված հանդիսավոր երթը։ Հանդիսավոր երթին մասնակցող զորախմբերը ներկայանում են Հայաստանի Հանրապետության բանակի նոր համազգեստով, անդերձավորմամբ։ Նոր համազգեստը ձևավորված է միայն հայկական խորհրդանշաններով, ազգային տարրեր ունեցող տարբերանշաններով։ Այժմ հրապարակում են ժամանակակից հետախուզահարվածային 4 սոտանի գայլ ռոբոտային համակարգերը, որոնք տարբեր կլիմայական եւ բարդ ռելիեֆային պայմաններում Հայաստանի Հանրապետության բանակի զինվորի հետ ունակ են իրականացնելու տարբեր բարդության, հետախուզման, հայտնաբերման, թիրախի տարբերակման, կրակային աջակցման, ինչպես նաեւ զինամթերքի եւ այլ անհրաժեշտ միջոցների մարտի դաշտ հասցնելու խնդիրներ։ Շքերթին ցուցադրվում են Ռուսաստանից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Իրանից, Չինաստանից եւ մի շարք այլ երկրներից գնված սպառազինությունն ու ռազմական տեխնիկան։ Իսկ ռազմական ավիացիան Երևանի երկինքը ներկում է Հայաստանի դրոշի գույներով։ Հասմիկ Վահրադյան, Արմալուր։